Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը վերջիններս անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին Բեռլինում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցության տարածաշրջանային հարցեր և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովի խորհրդի նիստին, այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիլօղլուի հետ, զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործունեության հարցերի։ Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ համագործակցության, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության խորացման արդիականացման հարցեր։ Միշուստինը եւ Ասադովը նաև ընդգծել են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջ մղման կարեւորությունը։ Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ, այսօր դեկտեմբերի 5-ին ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովն, Արմեն Մաշկարյանը եւ Արտուշ Հովհաննիսյանը։